Marie Louise Օրվա կեսից այսօր շատ կարևոր հանդիպում ունեմ աշխատանքային իհարկե այս տարի միմիային աշխատանքային ու չէի տրամադրվում որ մյուս գործերս մինչև պատրաստվել ես չեմ միացրել չէի տրամադրվում որ կարայի ասենք գործերս անեի հետո նոր սկսեի պատրաստվել բայց ես որ գիտեմ որ պետքա ժամը 3-ին լինեմ ինչ որտեղ ու պետքա դրա համար պատրաստվեմ չեմ կարողանում տրամադրվում որ մինչև այդ նստեմ գործ անեմ դրա համար որ մի տեսակ լարված չլինեմ համեն չանեմ չստացվի անել ամեն որոշեցի ավելի լավ նախորոք պատրաստվեմ իմանամ որ հենց որ վարքյանին պետք լինի ես այդ վարքյանին կարամ դուրս գամ նոր նստեմ մյուս գործերս անելու որովհետև մյուս գործերը կարամ հետո էլ շարունակեմ երբ որ տուն գամ այսինքն նենց չի որ շատ շտապ է բայց այսօր պետք է անել ու որոշեցի մի խոսքով որ ավելի լավ է պատրաստվել օրվան ու զգացել եմ որ օրինակ պիժամաներով կզգզված մազերով եմ ես այդ գործը անում այնքան լավ չի ստացվում ինչքան երբ որ պատրաստվում եմ նստում եմ իմ համար ինչ որ հավես բան եմ սարքում անգամ տանը եթե աշխատում եմ այդ պայմաններում ավելի լավ է ստացվում այն ինչ անում եմ բացի դա քանի որ եղանակը հիմա արդեն տաք է նենց եմ հավեսով դրսում աշխատում այսօր սենց ակնվել եմ հնարավորինս հարմար որոշել եմ իմ հետ վերցնեմ գիրք որ հետո Այս սիրուն եղանակին Երևան եմ գնալու, ես Երևանում չեմ ապրում, այս սիրուն եղանակին ինչ որ այգում նստած գիրք կարդամ ու այդ գիրքը, հեսացվեց կտամ ինչ գրքի մասին է խոսքը, ես կարդում էի, բայց այնքան բարդ է այդ ոճի գիրք կարդալը միանգամից շատ, որ նախընտրում եմ մի քիչ կարդամ, այդ sense ասած մարսեմ, հետո նորից շարունակեմ կարդալ։ Ես իմ մեջ շատ մեծ փոփոխություններ եմ զգում ու խոսքը մենակ այս գրքի մասին չի, առհասարակ այս վերջին շրջանում երևի մեծանում եմ, հա, բայց Գիրքը հաստատ արժի կարդալ ու արժի ոչ թե ուղղակի կարդալ, այլ վերլուծել կարդացածը, ինձ զանգում են կներեք։ Այսօր տոնային եմ քսել ու ոնց որ թե բաց չի ստացվել։ Ես շատ վախենում էի քսվելուց, տոնային ինչ-որ գրեմներ քսելուց, որովհետև դրանից շատ վնասվել էր իմ մաշկը ու աշխատում էի չօգտագործեմ ոչ մի բան, բայց հիմա Տենց բավականին որակով ու թանկարժեք բաները ոնց որ թե լավ է ստացվում ու չի վնասում, ինքը SPF ունի իր մեջ։ Մի ժամ ժամանակ ունեմ, հիմա սուրճ կսարքեմ ու կսկսեմ աշխատել, այսօր եթե հասցնեմ, հետո արդեն երեկոյան պետք է կոնտենտ պլանել մշակեմ ինքս իմ համար, պլանավորում անել, իդեպ անգլերեն ալիքի համար արդեն 3 վիդեո ընթացքի մեջ են, որ դուրս են գալու, ուղղակի չեմ ուզում ասեմ չեմ հասցնում, որովհետև գիտեմ, որ եթե ուզենամ կհասցնեմ։ Okay, սուրճ եմ սարքում, ինչ սուրճ եմ սարքում։ Ինձ թվում է Nescafe, ինչ Nescafe-ի մասին է խոսքը, եթե մաքայքն է բերեցի, ես գժվում եմ իրանց համար։ Ինչքան էլ որ վնասը, չգիտեմ ինչ ասում են իրանց մասին, բայց ես հասկացել եմ, որ աշխատելուց պետք է ինչ-որ նենց բան խմես, որ սիրում ես ու այդ խմես մենակ աշխատելուց, որ ոնց ասեմ լինի պարգևատրում, հա, որ գործդ լավ արեցիր, տենց մի բան, մեր դեպքում, բոլորիս դեպքում դա սուրճն է, ես միշտ որ ինչ-որ մեկի վլոգը նայում եմ, ինքը դրա մեջ ինչ-որ բան է սարքում, Տենց ոգեշնչվում եմ հենց այդ պահին, ուզում եմ ես էլ դա սարքեմ, չգիտեմ ձեր մոտ տենց է թե չէ, բայց վստահ եմ, որ ինչ-որ մեկը հիմա գնաց մակկոֆե սարքելու։ Ready! Գնալու եմ դուրս ու ցույց կտամ ինչ սիրուն են ծաղկել մեր ծառերը նախորդ վլոգի մեջ դեռ ծաղկած չէին, բայց հիմա ոնց որ դրախտ։ Շատ արև էր, սեղանը վերեցի հենց պատի մոտ, տան
սինձաթար։ Ժամանակն է դուրս գալու, այս վերջերս անընդհատ տեսակնոցներով եմ։ Մինչևս ոչ մի ակնոց ինձ երբեք չի սազել ու պատկերացնում եմ, որ հավաքած մազերով էլ շատ սիրուն կստացվի, տեսեք մոտով էր սենց ինչ-որ բան։ Մի խոսքով լինկը որ գտնեմ, էլի պատվիրելու եմ, բայց հիմա գնացինք, որովհետև ուշանում եմ ժամանակ չկա։ Ես արդեն տանն եմ, եկա փոխվեցի ու մեզ ճանապարհին հրավիրեցին քաղաքից դուրս խորոված ուտելու։ Հիմա պլանները փոխվեցին, գնում ենք ու մյուս պլանները կմնան արդեն հետ գալուց կամ վաղը առավոտյան կանեմ այն մնացած գործերը, որ պետք է անեի։ Արդեն քիչ-քիչ մայրամուտ է, մայրամուտը իմ սենյակում շատ սիրուն տեսք ունի։ Որոշեցինք պիստակով տորտ վերցնենք, ես ընդհանրապես չեմ փորձել ու շատ սիրուն գույն ունի։ Դա դեսերտի արտադրության պիստակով տորտ։